Բարի օր, չնայած ինչ բարի, ում համար բարի, ում համար չարչարաշատ օր, եսին որ երգրում։ Հələ չեք զգում այսօր ինչի մասին ենք խոսելու։ Մինչև հիմի ձեր աման լվալը, կոմպի դեմը խաղեր խաղալը, կանգան ծեծելն ու բաժանաղին նարդի կրելը չեք թարգել։ Դե կենտրոնացեք ստեղ ախպեր ջան, էս եկող 15 րոպեն էլի։ Որովհետև կարող է այսօրվա հաղորդումը միամիտ պատահաբար ձեր կյանքը փոխի դբա լավ է, կամ դբա շատ վատ է։ Անտիվիրուսը դիտում են գոնե մի 1000 հոգի էլի մոտավորապես։ Ու ես չեմ հավատում նրան, որ այդ 1000 հոգուց գոնե մեկը Ելնի ու ասի, որ ինքը ընկեր, բարեկամ, հարազատ, ծանոթ, տո հարևան, թշնամի, շուն, ծիդիկ, մեկ էլ ես շատ գիտեմ ինչ, չի կորցրել արտագաղթի այս վերջին 8 կամ 18 տարիների ընթացքում։ Դե կորցնել, այսինքն թողել գնացել են էլի։ Թե չես հաղացել գիտենք, որ Skype-ը հայ էլ կա ու հայ էլ կլինի։ Մի խոսքով, այսօր կխոսենք արտագաղթի մասին կամ արտագաղթ մաս առաջին։ Ու քանի որ ըստ չար լեզուների, մի 15 տարուց Հայաստանի փոխարեն կլինի կամ Ռուսաստան, կամ Թուրքիա, կամ Ադրբեջան։ Ու այդ ցաղ արտագաղթի պատճառով, այ հենց դրա համար մենք հաղորդումը կկիսենք 3 մասի, չէ լավ, 2, լավ։ Արեք արաբների արշավանքներից ու անին էժան վերացյալ ծախելուց չսկսենք գալ։ Այսինքն ողջ պտանենք կողքի ու մի հատ ամենքս մեր համար փորձենք հասկանալ, թե ինչու են մարդիկ, մեր ընկերները, բարեկամները, հարազատները, մերձավորները, շեները, ծիդիկները արտագաղթում։ Դե ես իմ օրինակը բերեմ էլի, մանկուց, աստղուց էլի։ Ունեի լիքը ընկերներ, որոնք շատ փոքր են ու բան չէին ջոգում։ Իրանց մամաներն ու պապաները գործ չունենալու երեսից թողեցին գնացին ու այդ ընկերներից հետները տարան։ Լավ, կարող են ասել, որ պատերազմ էր։ Լույս չկար, ապրուս չկար, լավասկի փոշի չկար, հալան, մալան, երկրաշարժ, հասկացան։ Բայց Հիմի կայֆ է սա։ Վերջացավ։ Լավ, եկեք խոսենք մանր մունր խանութներ ունեցողներից։ Վերջերս կարտացի, որ մանր խանութներ ունեցողների թիվը պակասել է Երևանում մոտ 27%-ով։ Այսինքն Երևանում մոտ 1500 մարդ, իսկ ես գիտեմ, որ մանր խանութներում աշխատում են մոտավորապես 1-ից 5 հոգի։ Նո, այսինքն թվերը փոխեն, մոտ 4000 մարդ, չէ, բայց ամենքն էլ ընտանիք ունեն, այսինքն միջինը գցենք մոտավորապես 3 հոգի, մոտավորապես 10000 մարդ մնացին առանց գործի, առանց եկամուտ, առանց հացի փող, առանց լույսի փող, առանց մարշրուտքի փող, առանց պարկովքի փողի ու այդպես շարունակ։ Մնացին առանց փող էլի, որը լցնում էին մեր Հազար երկրի բյուջեն չէ, բյուջեն։ Ու այդ մարդիկ մնացին առանց գործի, որովհետև Երևանում մոդա ընկավ սուպերմարկետների նոր օլիգարխիան։ Լավ, փորձեմ հայերեն բացատրեմ էլի։ 4 կամ 7 հոգու հարստանալու անկուշ տախոժակի պատճառով 10000 հոգի գնաց խոպան ու համարյա չենե վերադառնա այդ մարդիկ։ Ամբողջ Հայաստանից էլ մոտ 50000 հոգի։ Թո հեչ 50000, թո այդ տեսակ 50000-ներ եք տվել աշխարհին։ Լավ, եկեք խոսենք արտագաղթի այլ պատճառներից։ Խոսքի գազի գինը։ Հա լավ։ Հասկացան գազը ռուսներինն է, բայց այդ ոնց եղավ, որ մեր երկրի կառավարությունը այդ իշքան անողնաշար կառավարիչ եղավ, որ այդ ռուսները տարին 78 անգամ գազի գին են բարձրացնում վրեկներս։ Հալավ հասկացան գազի գինը մի 30%-ով բարձրացավ հետո։ Բայց լսի գինը յանի ինչպես միանգամից էլա որ։ Որոշ այսպես կոչված մասնագետներ ասում են, որ գազի գնի թանկացումից լույսի գինը պետք է թանկանար մոտ 3-ից 5%-ով։ Ոչ թե աստղաբաշխական 38։ Չեմ հասկանում, սրանք արիթ էլ ման գալիս, որ ամեն մեկն իր ջեբը լցնի։ Ու քանի որ երկու շատ կարևոր բան, գազը ու լույսը այդպես թանկացան, դրա երեսից մի եկյա համակարգ, հաց, պանիր, սասսկի, ջուլկի, նասկի, կալբաստ, կալուբլի թանկացավ շատ։ Բայց ամենագժականը գիտեք որն է։ Տարին մի քանի անգամ այս գիտունիքները կերկեն կխոսան, որ գիտեք մենք թոշակները եւ աշխատավարձները բարձրացրել ենք 10%-ով կապակցությամբ ոլոլորդները, բայց չեն ասում, որ ապրանքեղենի գինն էլ բարձրացել է մի 47%-ով։ Շատ խելացի են գիտեք։ Մարդկանց լրիվ էշի տեղ են դրել։ Ենքան են հայլում էջ նայել, որ իրենց թվում է թե ալամ աշխարհն իրենց խելքին է։ Լավ, մի խոսքով, պատճառներից մեկը գազն էր, մեկն էլ կառավարությունը։ Ժողովուրդ, չեմ հիշում, արա ժողովուրդը շամշանի բառն է։ Ազգ։ Չեմ հիշում ով, բայց մեր հայ մեծ ջոջերից մեկն ասել է. Ադրբեջանին բան չանենք մի քանի տարուց, ինքն իրան վարի կգնա։ Ու կսատկի էլի։ Բայց այժքից այդ տողերը մեզ են վերաբերվում։ Մերնինք պետք է կամ տները սախենք երտանք։ Այսօրվա դրությամբ շաբաթօրն առավոտ կանուխ Երևան քշելու ժամանակ, ընդամենը մի ժամվա մեջ մինիմում 10 ավտոբուս մարդկանցով լիքը ծեփ։ Կերտար Ռուսաստան։ Լավ, նայենք էլ ինչ պատճառներ կան։ Ինչքան գիտեմ, օրինակ ավտոյի ռաստամոշկեն 32-ից 50% է։ Այսինքն դրսում ես ավտո ես առնում, պիտի իմանաս որ այդ ավտոյի մի կեսի չափով էլ սրանց պիտի տաս, որ ինչ անեն։ Ճիշտ է։ Կոմանդիրովկա գնան, $165,000 զուգարան առնեն, որը չի աշխատում։ Խճոնել խանչալ ունի։ Ուրեմն, քանի հոպարը կա, դուք պետք է 30, 40, 50% նալոգ մուծվի, որ Երևանի ասֆալտեղենը տարին 2 անգամ քանդեն, հավաքեն։ Կանտեն հավաքեն, գիտե պալան է։ Իսկականից իմացողները լավ գիտեն, որ բանվորները թուղթուգիր են ման գալիս։ Ու արդեն քանի տարի է ման են գալիս ու
Չեն գտնում։ Բա, մեր հարևանը մեղդեմ ավճարկա ունի։ Ուրեմն, այդ շանն էլ որ հարցնես թե ինչի են տարեկան 2 անգամ Երևանի փողոցները քանդում ու հավաքում։ Վարի այդ քանդա։ Գասի ինչի դու չգիտես որ մեկ քանդել հավաքելու ծախսի հալալ կեսը ետ է գլորվում, մեկ քառորդը կողքի է գլորվում։ Հա, այն մնացած 25%-ն հերիք է գործը գլուխ բերելու համար։ Լսի պես գործ է, ով չերեն է։ Տարին 18 ամիս քանդեն հավաքեն։ Քանդեն հավաքեն։ Դա անդեն ինչ-որ խալի եղնի։ Քանդեն տանին շատ նուրբ լվան։ Հետո բերեն։ Լավ, թեմայի չեղվանք։ Ռաստամոշկեն մի հատ նրբություն էլ ունի։ Այդ ոնց եղավ որ մեկը ապրանքը ռաստամոշկա է անում խոսքի կոպեկներով, իսկ մնացած ժողովուրդը ապրանքի գնի կեսով։ Հետո այդ ժողովուրդը այդ տեխնիկան խանութում դնի քանից ծախի։ Ասֆալտը հիշում եք որ մի քիչ առաջ ասացի։ Հարցը այն չէ որ մարդիկ ասֆալտի համար գնում են խոպան, այլ օրինակ վերցնենք մարզերի տաքսիստներին։ Օրինակ, սաղս էլ գիտենք որ ոչ մի տաքսիստ Հայաստանում տաքսիստ չէ, կամ տաքսիստ չէ այն տաքսիստ ով տաքսիստ է Հայաստանում։ Վաղուց է ինչ ես մարդիկ ապրում են օրվա փողով, այսինքն հանգստանալու կամ սև օրվա հավաքելու փողի հնարավորություն չի լինում։ Հիմա այդ մարդը փող է աշխատում։ Մեկ էլ այդ աշխատածը տանում տալիս է խադավիկներին, ու մեկ էլ հոп։ Ինչ կպարզվի որ զապճաստի կորզնել է տնած ծերը։ Տաքսիստներն այդ թողնում գնում են իրենց ընտանիքներով հանդերձ։ Հայաստանում ֆռացող փողերի կեսի շատը գալիս է դրսից։ Այդ դրսից եկածի вообще մեծ մասը գալիս է մեր ծանոթ բարեկամների, որոնք Հայաստանում երեխեք, կնիկեր, մեր բարեկամ շուն, ծիտիկ ու խալաձելնիկ են թողել։ Իրանք փողն աշխատում են որ ուղարկեն այստեղ, որ այդ մարդիկ ապրեն, կամ հարստացնեն այն մի քանիսին, ովքեր արտոնյան են տամոժնիներում, հարստացնեն ռուսներին, որ գազի գին են հանել, կամ հարստացնեն մելիցեկին, նու ճոերին, նու գայշնիկներին, որոնց բավարար չէ իրանք 170-ից 250 թե 250-ից 150-ից 270,000 դրամ ռոջիգա։ Հարստացնեն արագաչափ տեղադրողներին ու նայողներին, հա, մոռացա ասեմ, որ արագաչափերի տուգանքի 75%-ը գնում է տեղադրողին։ Շատ ծանր գործ է, որովհետև գիտես։ Այսինքն նկարվելով դուք այդ փողը չեք տալիս կենսաթոշակին, այլ դրա 3/4-ը տալիս եք եսիմում, բայց այս թեմայով մի ուրիշ օր, միգուցե։ Հա, ուր էի ասել։ Մեր խոպանի հայերը գումարներն ուղարկում են, որ մենք հարստացնենք գծատայրերին, արդեն պարկովքի տերերին էս թազա կարմիր գծերով կա, որ մենք հարստացնենք ապագայում պուլպուլակների ջրի վրա ջրանաչափ դնողներին, ու նստատեղերի վրա փշեր դնողներին։ Իմ կարծիքով մի քանի տարում սրանք կարողացել են մշակել այնպիսի մի համակարգ, որ մարդիկ ամբողջ հայությունը չոտքի աշխատի իրենց համար։ Այն Աֆրիկայից, որ իսպանացիք մարդկա ստանում են Ամերիկա աշխատելու, հենց դրապես, նու մի քիչ լավ, որտեվ ժամանակները փոխվել են վերջը։ Հետո, այ ես ձեր ցավը տանեմ վերջը, ինչ պիտի լինի։ Եթե ամեն տարի Հայաստանը թողնում է 50,000 մարդ, դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ տարեկան ամեն 50-րդ մարդը հեռանում է երկրից։ Ամեն 5 տարում ամեն 10-րդը։ Էլի չաշխատավ։ Դա մոտավորապես այն է, ոնց որ Հայաստանի ֆուտբոլի հավաքական առանց Հենոյի կամ Յուրայի խաղա, կամ առանց Բերեզովսկու։ Լավ կերնի։ Այսքան բանից հետո հələ մարդ կա որ մտածում է թե կառավարությունն ու ազգային ժողովը մեղք չունի։ Մեղավորը ռուսներն են ու Եվրոպան, մեկ էլ Ավստրիան ու Կիրգիզները։ Էխեշ Քենեդունը չի սպանիկ, Տիտանիկ նով ծագեց։ Մենք մեղք չունենք ուրեմն։ Այդ ոնց եղավ որ մեզ ինչ ուզում անում են։ Ու մենք մեղք չունենք, բայց բնության մեջ պես բան կա։ Չնայած ես մի դառը իրականությունն էլ գիտեմ։ Անտիվիրուս նայողների ու вообще հայության մեծ մասը ասում են. «Օ, գորը ճիշտ է ասում»։ Բայց վաղը միսօր ընտրությունների ժամանակ էլի 5000-ը կվերցնեն որոշները, էլի ոչ մի կռիվ չեն տա։ Գիտեք դուրսը լավ է, օրը 10 ժամ աշխատանքի, գիշերը քնելու, եւ մի կիրակի էլ շոփինգի։ Ինչքան պետք է ռոբոտի նման այդպես չարչարվեք։ Վերջում հետ կնայեք ու կհասկանաք, որ ձեր սաղ կյանքն անցել գնացել է։ Հավաքվեք, վերադարձեք հայրենիք, ձեր տուն ու միլիցոս բացադրեք թե ինչի համար են իրանք նախատեսված։ Իշխանությանը բացադրեք, որ կոնե ոսկու խանութը թալելուց առաջ դիմումը գերե ելք օրդիզայ Թե չէ համեր տված փողներ ուտում ամել ուրիշի հալալ քրտինքով աշխատած է։ Այդպես չի կարելի։ Մոնոպոլիստերին էլ բացատրեք որսի իրանք երգիրը չէ։ Այս տոնական ակորդների վրա էլ հիշեցնեմ որ ձեր հետ անտիվիրուսներ ես Գոռակոպյանն եմ նա Հայկ Բարսեղյանն է մենք գնացինք առաջ անտիմաբոլ։ Չկլպի։ Անտիմամուլ այսօր ԵՄ գրում է Վամպիրները գոյություն ունեն, երևույթն ունի բժշկական բացատրություն։ Էներգետիկ կամ հոգեբանական վամպիրների հանդիպում ենք ամենուր եւ գրեթե ամեն օր, սակայն իրական վամպիրներին, ովքեր տառապում են վամպիրիզմ կոչվող հիվանդությամբ, հաճախ հանդիպել հնարավոր չէ, քանի որ այդ ժառանգական հիվանդությամբ տառապում է 100,000 մարդուց ընդամենը մեկը։ Հիվանդությունը ուղեկցվում է հեմի եւ պորֆիրների առաջացման խանգարումներով, որն էլ ֆերմենտային պրոցեսների բնականոն ընթացքի խանգարումների հետևանք է։ Այս հիվանդության ժամանակ օրգանիզմը չի արտադրում էրիթրոցիտ, որի արդյունքում արյան մեջ թթվածնի ու երկաթի անբավարարություն են առաջանում։ Խանգարվում է նյութափոխանակությունը, պիգմենտացիան, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ քայքայվում է հեմոգլոբինը։ Այդ իսկ պատճառով իրականությունը վերածվել է միֆի եւ տարածված կարծիք կա, որ վամպիրները արևի լույսից վախենում են։ Ժողովուրդ, եթե բժիշկներն ու գիտնականները չասեին էլ, ես գիտեի, որ վամպիրները գոյություն ունեն։ Նախ պետք է հասկանալ թե ինչ է նշանակում վամպիր։ Դա այն արարածներն են, ովքեր ծծում են մարդկանց արունը։ Հա, եթե մենակ դրանով է ուրեմն Հայաստանում լիքը վամպիր կա։ Համ կառավարությունում, համ օլիգարխիկ երևույթներում, համ ոստիկանությունում, համ բժշկությունում, համ էլ հազարակ մահկանացու
գործընկերությունների մեջ։ Տո վամպիր էլ կա, հրեշ էլ, օբրեցին էլ, վհուկ էլ, ուրվական էլ։ Ամեն ինչից ճոխ լիքն է։ Ուղղակի մերոնք արևից չեն վախենում։ Ասեմ հակառակը, դա չէ հոր արևից չեն վախենում։ Ընտրությունների ժամանակ գալիս հոր արև սուտ երթում են տալիս։ Ու մոռանում են, որ փոքր ժամանակ իրեն սովորացրել են, որ եթե սուտ երթում ես տալիս, հետո հերդ մեռնում է։ Անցանք առաջ։ Հայլի Էմը գրում է. Պուտինը հիմա էլ Բաքվին հրթիռներով կզինի։ Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական հարաբերությունները նոր բարձունքներ են գրավում։ Երեք ադրբեջանական գործակալությունները հայտնեցին ռուս-ադրբեջանական ռազմական ոլորտի առնչությամբ հերթական տեղեկությունը։ Փաստորեն Ռուսաստանի կողմից Ադրբեջանի վերջերս $1 միլիարդ հարձակողական զենքի վաճառքը դեռնոր իրագործած, Մոսկվան արդեն անցնում է Ադրբեջանի տակտիկական հրթիռային սպառազինության արդյունաբերության զարգ տալու։ Հայաստանի ռազմավարական դաշնակցից այլ բան չէր կարելի սպասել։ Նա այլ կերպ չէր կարող վարվել։ Մոսկվայի բիզնեսը երևում է դեռ երկար է ծաղկելու ռազմավարական դաշնակից Հայաստանի հաշվին։ Ինչ արած։ Կրեմլի ախորժակը կարծես թե վատ չէ։ Մենակ մի բան կասեմ, եւ վերջ։ Դե էս չի ձեր ռազմավարական դաշնակիցը ախր։ Անցանք առաջ, օպերատիվ Էմը գրում է. Զավեշտալի դեպք է պատահել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Ժողովուրդ օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ օգոստոսի 8-ին Էրեբունու մի բնակիչ իր տուն է տարել անհայտ մարմնավաճառի, ժամանակ անցկացրել նրա հետ եւ օրվա վերջում վճարելով 10,000 դրամ նրան ճանապարհել։ Սակայն մի քանի ժամ անց նկատել է, որ իր դրամապանակից մոտ 600 ամերիկյան դոլար գումար է պակասում։ Տղամարդը ճարահատյալ դիմել է իրավապահ մարմիններին այդ կնոջը գտնելու համար։ Թե ասա այ քո ցավը տանեմ։ Էլ ինչի ես իրար խառնվել։ Բա որ տանում է իր ձեր տուն, այդ վաղ չէիր մտածում, որ կարելի է մի քիչ զգուշ լինել։ Всё, прощали твои $600, братишка։ Այսքանն էր այսօրվա անցի մամուլը, իսկ մենք անցանք անցի վիդեո։ Անցի վիդեո։ Ժողովուրդ, ես խմող հիվանդ տղա եմ, ինձանից ինչ եք ուզում։ Դե երկի։ Արա ինչ երկնու։ Արա հայտնի մարդ ես երկի թող սախտրենա։ Որը երկեմ, ասական։ Այն Նիկոլայ Բասկովը, որ նվիրել էր քեզ։ Չի նվիրել տղաքի ես եմ։ Հա, կրուտոյ է։ Լավ Նիկոլայ Բասկովի երկի։ Լավ, ու շատ ուզում երկեմ։ Я для тебя не буду звезды хватать в охапке, не потому что трудно, не потому что жалко. Օրա հայտնի մարդ ես երկի։ Ախպերական մի ղժացեք էսպիսի տարօրինակ մարդկանց վրա, նու պետք չի, անիմաստ է։ Давай արտաշից երկեր, ռադուս մայան կարաս երկես։ Радая моя, любомина, радая моя. Красивая, любомина, красивая, рада моя, любомина. Demosinu, nashkesinu, ingatuesinu, que la tuesaina, que la kescaña, la tuesa que la kesama tuesinele. Anaga tuesa que la tue, radaya maya, asya любомina, rada maya. Любомina, красивая, rada maya, lashimina, radai. Այս փոքր երեխեն մեզ ու բոլորին սովորեցնում է լավ տղա ալնելու կանոնները։ Տակ երեխեք այսօր սովորում ենք լավ տղա ալնելու կանոնները։ Լավ տղան օրինակ այն չի, որ ուժեղների կողմ, երբ որ տերմաթուլերի նեղացնում են, գնում է ուժեղների կողմ։ Կամ լավ տղան այն չի, որ սենց է խոսում բանալապե։ Լավ տղան այնա, որ իրան բարձրապահում ու միշտ նորմալ է խոսում։ Հետո լավ տղեկը միշտ պաշտպանում են թույլերին։ Լավ տղեկը արդար են դատում։ Լավ տղեկը կարելի ասել միշտ ինչ-որ մեկի մեջքին կանգնած են լինում թարապես։ Տարբեր լավ տղության կանոններ կան, անենալիա բոլորը թվել, ու եթե նենց ստացվի, որ լավ տղա եք ուզում լինեք, հետևեք իմ կանոններին, ու միգուցե դառնաք իսկական լավ տղա, ոչ թե սուտի։ Ախպեր, մերն է ոզ լետոմը տվայի ո։ Քո ինչ տարիքն է, որ այսպիսի բաներ ես անում, գնա գիրք կարդա, կամ ֆուտբոլ խաղա։ Ինչ ես խորացել միտեղ, որտեղ դու մանուկ էիր, պաստայան մին հնանքինամ։ Եվ վերջում, առանց որևիցե մեկնաբանության ձեզ եմ ներկայացնում խնդալու մի վիդեո, գնացինք։
Ձեր հետ անցի վիրուսներ, վզգո լույսերը մարե, այ մարդ վզգոնել է խոպար, կա հանդիպենք։ Չնայած երկրորդ մասը դնագարենք հենց վերջի մոմենտին որ սաղած գնացինք էլի, լույսերը կանջադենք, մենք եկեր տանք, մենանք ինչ երենք։ Բայց մի սաղ կայֆ է, մի խնդադարա։ Ու իրենց արածեցրած մաթեմատիկոս։ Ու իրենց արածեցրած մաթեմատիկոս։ Մեր հաղորդման հովանավոր կոֆե չէ ժողովուրդ, պրոստը խմեմ գոր, քիչում շուղոլիկան։ Թափա բերետ։ Լա։ Ես երկու անգամ այդ կարմիրի մեջը կայնել եմ ու ձերինատուն չապ դիմուձեմ։ Այս վաղը միսոր ընտրությունների ժամանակ էլ այդ 500,000-ը։ 500,000-ով ես է կնդրեմ, ում պետք է, կանի անգամ պետք է։